Լողավազանի։ Հա, ես դեմ լիճա։ Չէ, լողավազան, բայ է ասում եթերում։ Լողավազան ենք սարք։ Բայ երեխեք համար լողավազան ենք սարքում։ Սա գնամ փոխանցեմ զանգվածներին բանը։ Հա։ Ինտերնետ։ Բայ է ամբողջ Մենք իդեա։ գիտենք լիճ արհեստ։ Չէ, լիճա, որը սարքում ենք, դարձնում ենք լողավազան երեխեքի համար, որովհետև լողալու տեղ չու։ Ընդհանրապես, պարոն Խուդացյան, ընդհանրապես Հայաստանում այդ խնդրեմը կա, երեխեքը լողալու տեղ չունեն։ Հիմա որտեղ հնարավոր ասել, այս օրինակը հույս ունեմ լավ կաշխատի, որտեղ հնարավոր է սուբվենցիոն ծրագիր անել, որ երեխեքին լողավազան կարողանանք։ Հա? Լիճը նկատի ունենք։ Վերացել ենք Չէ, վերևը որ մենք աճակուտում են նախագիծ ունենք ձեր հանձնարարականը։ Չէ, նկատի ունեմ համայնքներում, այս լողավազանի օրինակը դե այս տարի կբացվի կաշխատի, եթե խնդիր չլինի, ես արի եղբայր։ Դու լողալ գիտես։ Դու գիտես որ են վերևը լողավազան ենք սարքում ձեզ համար։ Պետք է գնաք լողալու։ Գնանք սուբվենցիոն ցանկում բանվարշոպը, պետական մասը ավելացնենք, համայնքները ավտոմատ կգան լողավազան սարքեն։ Որովհետև դալիճները տենց են անում։ Սարքում են 60% պետական մասը։ Այս բանն է էլի մեր մանկական տրավմաների հետ կապված, որովհետև մենք լողալու համար կիլոմետրեր, որովհետև Աղստեֆը դե արդեն բան չէր, կիլոմետրերով գնում ենք Գետահովիտի այդ բան դեպի Լաստիվեր գնացող, այդ ճանապարհներով բանով կամ այդքան քայլելով, այսինքն լողալու տեղ չենք ունեցել մենք մեր մանկության տարիներին եւ հիմա հանրապետությունում այդ խնդիրը կա։ Այսինքն որ այստեղ կարեւոր է որ ժամանակակից մակրո համակարգը, այսինքն կոմերցիոն լողավազանների նման որ ջուրը միշտ մաքուր է։ Ինչ անունը եղբայր։ Ապես։ Հա, սենց։ Դե մատել է։ Շատ ապես։ Բարև եղբայր։ Նմանապես եղբայր։ Բարև ձեզ, ոնց եք։ Շնորհակալություն։ Ուրախ եմ ձեզ տեսնելու համար։ Լավ եք, լավ ամեն ինչ։ Ուրախ եմ եղբայր, ուրախ եմ։ Շատրմանները սարքվել է։ Լրիվ տիրապետում է ինֆորմացիա։ Շատ լավ է։ Այսինքն շինարարությունը ամբողջով վերահսկել եք, էլի ձեր աչքի առաջ է։ Շատ լավ։ Լավ եղեք։ Բարև ձեզ, մի հատ բարև ենք նոր գնանք։ Բարև ձեզ։ Բարև։ Մատախքե, Լավ եք։ Հա, ես եմ։ Բայց որ դու թոշակ ավելացել ես գակումերն եմ։ Ապրիլի 1-ից բայց։ Ինչքան դեն օլա 40 ցանց, ինչքան դեն սանա։ Թորոսյան, պարոն Թորոսյան։ Ես վերջի մաման եմ խաթուբայ։ Հա, ուրախ եմ։ Ուրախ եմ, ցավտան կունգենա։ Բարև ձեզ։ Սրտիկը, էլի թրենդային սրտիկը։ Սրտիկը։ Մի բան կնայեք ես բա։ Պարոն Թորոսյան, հարց կա պարզաբանելու։ Մի հատ էլ էս կողմից, մի հատ էլ սեն։ Գիտեմ։ Պարոն Թորոսյան, ինչքան է ստանում թոշակ։ 48-ը ցավը։ 48-ը։ Ստանակ 58։ 58 ապրեց ցավը տանը։ Եթե քարտով առևտուր անեք, եւս 10000։ Բայց 10000 կհասնի հետ վճարը։ 20-ից արդեն 10000։ Հա 20%-ը։ Մայրիկ ջան, Հաջան։ այդ բանը պետքա սովորեք քարտով առևտուր Այլ անել։ քարտ ենք։ Փողը չհանեք։ Բավական։ Քարտով, խանութից քարտով։ Կունակ չհանենք ցավը տան մարած պարտքան։ Դե պարտքը որ նենց անեն ավելի հեշտ պարտքը կա։ Նարաճ շաքերա տելեմ չխատում չվազավոց կլի։ Ինչն է թոշակ։ Այրակ հանել քարտները սալի հանեմ այնել։ Պատերազմի վետերան դա։ Իրանն է ավելա, Իրանն է ավելա։ Մայրիկ ջան, տես 10000 իրանն է ավելանում, 10000 քոնն է ավելանում։ Եթե առևտուրն էլ անկանխիկ անեք, ամեքի 10000 նորից կավելանա։ Այսինքն երկուսիդ 40000 կավելանա, 40000։ Afghanistan ne la velana ver Afghanistan sarra lan ta. Բոլորին է ավելանում, ով թոշակ է ստանում։ Hizmet hastanımın tabanı hizmet. 5 ման է։ Այդ որ ում է պատմում մեր գործընկերներին պատմում եմ, ասում եմ Իջևան շուկա մտնում ես ասում ես ինչ արժի, ասում է
մի մանեթ, երկու մանեթ, 3 մանեթ։ Հիմա ասում եմ 5 մանեթ հաստանում, թոշակը 50000 դրամի հետ։ Hiç 5000 lira. Հա 5000 դրամ։ Այս տված հա 5000 դրամ։ Լավ է։ Հա եղբայր։ Բարի եղբայր։ Ուրախ եմ եղբայր։ Ահա։ Բանկ երբ խնդրում եմ շատ հետ է։ Իսկ հնարավոր է ոչ 26 տարի ավարտու ապրել այս ծրագրերից օգտվում ներքին ծախսան Չեմ կարող ասեմ։ Պարոն Թորոսյան, այս հարցն էլ է ձեզ հետ։ Սահմանամերձերի 16 միլիոնի ծրագրի հետ է։ Բարի։ Հաջա։ Մի բան խնդրեմ, Ասեք։ ապրիլի 16-ին 2024 թվականի ջերմ հանցագործությունն է։ Ձեզ բազմիցս խնդրել եմ նամակների։ Ինչով եք գրենա։ Ինչ հանցագործություն ա եղել։ Իմ մեքենան ազնական այրել են։ Ով։ Տարածքում տեսախցիկներ կան։ Բոլորը հետքվել է, ուղղակի շատ եմ խնդրում։ Մի հատ թարցը վերանայեք։ Դե մի հատ կոորդինատ տվեք։ Ես այստեղ Իրավական հարց է Տիկին Ջուլակյան, խնդրում ենք։ Մի հատ կոորդինատ վերցրեք, ինձ էլեկտրոնային փոստով ուղարկեք, ես կհետաքրքրվեմ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Լավ եք։ Բարև եք ջան, լավ եք։ Ինչ են ասում, տեղյակ են առողջության ապահովագրությունից։ Բայց մենք մեր ցանկությունն են, որ դրա կարիքը չունենաք, բայց մարդ է։ Եթե դեղերից օգտվում են, հա, դեղերից։ Տեղերը ստանում են։ Էտա կարևոր։ Դուք ստանում եք կոնկրետ։ Ես եմ ստանում։ Հիմա առաջ ոնց էր, հիմա ոնց է։ Փողը տալիս էի առնում։ Ինչքան եք տալիս։ Մի ամբողջ 30-40 դրամայի տեղ էի առնում, ոչ մի տալիս են տեղը։ Այսինքն 30-40 հազար էլ չեք տալիս։ Հիմա տեսեք, այս բանը էֆեկտը կրկնակի է ստացվում։ Մի կողմից թոշակի ավելացում, մի կողմից է պարոն Միրզոյան, չլսեցիք։ Մարդը նախկինում 30, ասում է 30-40 հազար դրամ փող էր տալիս դեղեր առնում, հիմա այդ 30-40-ը առողջության ապահովակ։ Այսինքն այդ որ ասում էինք, այդ որ բան էին սարքի, ասում էինք, ինչ էի ասել ես, ասում էի ես 10000 դրամ մենք մտածել ենք, առաջինը 10000 դրամ որ ավելացնենք, թոշակառուն ինչի վրա է ծախսելու, եւ մեր վերլուծությունը ցույց էր տալիս, որ առաջնային կարիքը դեղն է, հիմի ստացվեց հələ այս թոշակի ավելացումը հաշվի չառնենք, հիմի ստացվեց որ մենք ձեր ծախսը Միջև ես թոշակի 30-40 հազար դրամով ավելացրինք, բանը, պակասացրինք 30 թոշակը անուղղակի։ Շատել եմ 41000 դրամ են տվել։ Բայց կներեք։ Արդեն 62 տարավ։ Չէ։ Մի րոպե։ Ներողություն, բայց նախկինում դուք միջև հունվարի 1-ը դուք ասցիք, որ 30-40 հազարը դեղերի վրա եք ծախսում։ Այսինքն այդ թոշակը չկար։ Իրականում փաստացի կար, հիմա 30,000-ը չեք ծախսում, դեղը ստանում եք, 30 այն 10-ը հələ 40 եք ասում, 10-ը 30,000 դեղը ստանում եք, 30,000 թոշակը մնում է, 10,000-ը ավելանում է, պլյուս 10,000 էլ հեչ վճարից, այսինքն ստացվեց, որ նախկին բանաձևով համեմատած, դուք ճիշտ նշեցիք, դարավ 80,000 դրամ։ Դե երկրորդներ երբ հաշինը դա, ինձ մարդու իսկ շատ կողքած մեկը նա գող չիլեն։ Չէ, տենց ասացված կա, որտեղ Չէ, որտեղ փողը շատ չի լինի, փողը պետության համար։ Ինքը դից վրա եմ զգամ, որ ասենք սաղ կյանքս աշխատել եմ, 40,000 դրամային թոշակ եղել, մի տարում է 72,000 դրամ։ Մի քան տարվա մեջ, 8 տարվա մեջ կան պրծացել։ Չէ, հիմա առիթը տվիք, ես առաջիկայում մի հատ հայտարարություն եմ անելու, կառավարության տնտեսական բլոկից ով կա, պարոն Թորոսյան, ես մի հատ եմ որոշում կայացրել, առիթ չէր լինում բան անենք, հայտարարեի, բայց հազիվ այս թոշակառուների հետ։ Հիմա ես մի հատ ուրիշ որոշում եմ կայացրել, որ մենք 27-28 թվականի այդ կորոշենք կոնկրետ ապսատիվը, քանի որ մենք եկանք սպառողական զամբյուղին հասանք, հիմա որպեսզի մենք հետ չգնանք ամեն տարի, մենք գնաճի չափով առնվազն, ամեն տարի գնաճի չափով մենք կավելացնենք թոշակ։ Այսինքն
առնվազն գնաճի չափով, որովհետև տեսեք, շատ կարևոր է արձանագրել, շատ քննարկվում է, թե բայց ոնց եղավ, ինչի թոշակը ավելացավ։ Էլեկտրոնային փոստերով նամակագրությունները ամբողջ չկա։ 2025 թվի համար մեզ մոտ կանխատեսված էր 5.1% տնտեսական աճ։ Այդ կանխատեսումը մենք այդ 10,000 դրամի պատմությունը, մենք ասում ենք լավ 10,000 դրամ ունենք ավելացնելու, որ այդ 10,000 դրամը մարդուն տվեցինք, 1000 ներողություն, էլի 1000 ներողություն։ Ծխում եք դուք թե չէ։ Ով է ծխում։ Չէ։ Օրինակ, այդ բանը չեմ ասել, որ մեր թոշակառուներին չջղայնացնեմ, բայց ես մտածել եմ, որ իմիջայլոց ասեմ ձեզ, մի հատ գաղտնի քայլ կա, այս անկանխիկի առևտուրը, որ բան ենք արել, այդտեղ մենք ժամանակ առ ժամանակ վերլուծում ենք, թե մարդիկ թոշակառուներ ինչի վրա են ծախսում։ Ու ես երբ որ բանը ստացա, առաջի անգամ զեկույցները ստացա, ես զարմացա, թե ծխախոտի վրա ինչքան մեծ փող է գնում։ Եվ երբ որ այդ հնարավորությունը ես տենում եմ, որ 5.1%-ով մենք կարանք այդ ավելացումը անեմ, այն մտքից, որ այդ 10,000 դրամի 9,000 դրամը գնալու է ծխախոտին, ես չէի կարող դրա հետ հաշտվեի։ Դրա համար ես ասացի, եկեք բան անենք, մի րոպե, եկեք ոչ թե փող տանք, որ մարդիկ գնան իրանք 1000 ներողություն։ Ես էլ եմ ծխող եղել, բայց ոչ թե տանեն ծխախոտի տան, այլ 10,000 դրամի կարիքը որն է առողջության ապահովագրությունը։ Դա չէ, ուտելիքի չէ։ Դեղերի, որովհետև ուտելիքը առանձին թեմա։ Որից հետո ինչ տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ պապան տնտեսական աճը երբ հայտարարվեց։ Փետրվարի 20-ին տարեկ։ Փետրվարի 20-ին հայտարարվեց տնտեսական աճը, որը պարզվեց, որ կանխատեսված 5.1%-ի փոխարեն ունենք 7.2% տնտեսական աճ, որից հետո նույն օրը կամ հաջորդ օրը ես ֆինանսների նախարարին եւ փոխվարչապետերին էլեկտրոնային փոստով նամակ եմ գրել, չգիտեմ ձեզ դրել եմ նամակի մեջ։ Ես գրել եմ, ասել եմ 7.2% տնտեսական աճը մի հատ դրամական հաշվարկով արեք։ Ինչքան է, ինչքան փող է 7.2 տնտեսական աճը։ Ֆինանսների նախարարը ինձ պատասխանել է, որ 7.2%-ը մոտավորապես պլյուս մինուս 100 միլիարդի կարգի գումար է, ես ասել եմ, որ ուրեմն այդտեղից մենք պետքա հատկացնենք թոշակների 10,000 դրամ աճին, որովհետև մարդիկ պետքա այս տնտեսական աճ ասում ենք, բայց մարդիկ պետքա զգան իրանց վրա։ Չէ, ես պատմությունն եմ ներկայացնում։ Ու նաև քանի որ մենք խոստացել ենք, որ սպառողական զամբյուղի խնդիրը կլուծենք։ Հիմա, բայց քանի որ արդեն հասել ենք եւ մեր խնդիրն է հետ չգնալ, մենք որոշում կայացնենք ամեն տարի գնաճը ինչքան կլինի, 3% կլինի, 3% կավելացնենք։ Հա, ինդեքս նվազագույնը, որ եթե էլի կանխատեսվածից ավել շատ տնտես, որովհետեւ իր այդ ամեն ինչը մեր բոլորի ձեր սավակների աշխատանքի արդյունքն է։ Ես մեր տունը գիտեք, մեր տնից չեմ բերել, բոլորս իրար հետ աշխատել չլինի Գերփաշինյան։ Որ մարդը թոշակ երենգնեմ, լույբոյ մի հատ թոշակարու մարդ, կարա ասեն ժամանակ, ոնց է թոշակին ինեմ։ Այն բուրնաշկա մի հատ դաշնակ, Աղվան Վարդանյանը, այն որ ճորը բուրնաշ պես խոսում է։ Նա բոլորը դե լսել եք, այն ժամանակն ինչ էր ասում։ Ասում էր փողի վերանստել ես, փող ես ուզում։ Այսինքն թոշակառույցը մի ամսա փողը վերցրու։ Դա իր ղեկավարն է։ Ու չի թոշակի։ Որ բոլորն էլ ասենք իմ տարիքի մարդիկը մեծ մասը դες ինգեն են փոխում նոր թոշակի։ Բայց որ մի որ դեր չկա, այսքան է փող ավելանում, այդ ինչ է պետք։ Չէ, պետքա որ ավելի ավելանա։ Ավելի ավելանալու համար 1000 ներողություն։ Չէ, 1000 ներողություն, բայց ես ինչ եմ ասում, ինչի աշվին ավելանում, դրա համար խնդրում եմ, ասում եմ խանութ եք մտնում, բան եք առնում, ՀԴՄ-ն վերցրեք, որովհետև այդ փողը ոնց է գոյանում, այդ փողը, բա հիմի մարդիկ կան դուս են եկե հարկերի դեմ են խոսում։ Արեդրանով ասենք իմ կինն անհատներս, մենք վնասանում ենք, բայց պետությանը վերջ պետք է պետությանը հարկ տանք թե չտանք։ Պետությանը պետք է հարկ տանք թե չէ։ Եկավ այդ հարկը չէ։ 4 տարի այդ հարկը ներողություն, եկավ ձեզ հասավ։ Պտտվեց։ Պետությունը մեզ 4 տարի միկրոյի տակ թողելա ոչ մի կոպեկ չենք տվել։ Սուտի մեր գումարը չենք տվել կենսաթոշակարարական իմ հատ այդտեղ փող չենք տվել։ Հա, 10 Որթվից էր միկրոբիզնեսը երբ ենք ստեղծել։
4 տարի։ Ահա 4 տարի եղավ։ Հիմա մարդիկ գալիս են դե քարտովարություն անում արա։ Հա ճիշտ է։ Համ բանկն է փողը պահան, համ տոկոսն է դարձ հարկայինի, բայց վերջը պետք է Այդ ընթացքում էլ կար։ Բայց 1000 ներողություն ձեր ասածը շարունակեմ։ Հիմա այն ինչ որ դուք պատմեցիք, տեսեք ձեր վճարած հարկը պատտվեց եկավ մտավ ձեր գրպանը։ Էս ամբողջ պատմություն։ Փող չունարավոր ջբամս փող չի, ես որտես փող տամ, պետք է փող լի, չէ՞ դե որտա, որ ջբամը չկա, որտես դաշ։ Դե ով որ չկա։ Դե որ չկա։ Դե բուրնաշի ասում եմ, ինչ եմ ասում, ասում եմ պետք է աշխատենք, չէ՞ առանց աշխատելու, որ իրար հետ որպես հանրություն, որպես պետություն, որպես քաղաքացի պետք է աշխատենք, որ փողը լինի։ Փաշամրսում եք։ Չէ։ Դու ես մրցում, դու ես բաց։ Ես բադալասկով եմ։ Այսինքն ակնարկ հասկացան, գնանք այն զալիկները չտան։ Շնորհակալ եմ, լավ է։ Առաջ։ Բարով վարչապետ։ Աջան։ Բարև եղբայր, լավ է։ Ուզում եք ասեք ուշանում ենք արդեն։ Լավ գնանք։ Դե ում չեմ բարևել, բարև ձեզ։ Դե թոշակից խոսացինք, առողջության ապահովագրությունից խոսացինք, միկրոբիզնեսից խոսացինք, շատրվանից խոսացինք, լճից խոսացինք, կարանք գնանք կարճ ասած։ Էս կոմով գնանք։ Որտե ավտոբուսն է։ Բարև եղբայր։ Ոնց է։ Լավ եղբայր։ Լավ է։ Հա, լավ եմ։ Դու լավ ես։ Գնացի։ Ես դու եք խոսալու բանն է։ Հետո ուրիշ առիթով, հիմի չի լինի։ Բանավանդ ուղիղ եթերում ենք դժվար թե։ Ճիշտ լինի։ Բարև եղբայր։ Գիտեք որ լողավազան ենք սարքում ձեզ համար։ Բարև մռուչ։ Լավ ես։ Լավ։ Ոնց ենք գնում։ Էլի նույն ձևի։ Կարող է լոֆտն է բացած լինեն, մի հատ կմտնենք կնայենք։ Պարոն Պապոյան, այդ հայտար Թորոսյանը ուրա։ Թորոսյան։ Պարոն Թորոսյան։ Ես թվում այդ կարգավորումը հիմա անենք, էլի։ Հաջա։ Հավատանը մի բան ասեմ նոր կյանքի դմերն եմ։ Ասա։ Այդ էջնասի մասպետերի մի բան կգխված։ Բանը լիցենզիա։ Եղբայր լավ էլի, աղբոր նման էլի։ Այ։ Բարև։ Աշիկս որ ձեզ դապարեց ամփրեցիք։ Դա չնկար։ Այ իհարկե, արի։ Նա Թորոսյան մոտեն հայլի։ Թորոսյան արի։ Թորոսյանը խոսում է։ Ես եմ շնորհակալ, լավ եղեք։ Փակ լոֆտը թե բաց։ Փակ, լավ։ Լավ, լոֆտին մի հատ այցելություն պարտք մնացինք մեզ։ Լավ, Թորոսյանը եթե շփվում է։ Չէ, լավ է, թող խոսա։ Էդ է ուզում ասեի։ Մի րոպե։ Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահն է, այստեղ չի սոցիալական բլոկ։ Ուզում եմ ասեի, որ այդ գնաճի կարգավորումը անենք, էլի, որ ամեն տարի բյուջեի մեջ նախատեսենք։ Հա, այսինքն ու կարևոր արձանագրել, թե ինչի հիմա, որովհետև եկանք մեր բաները, մեր հանձնառությունները կատարեցինք, հիմա կարևոր է մեխանիզմ ունենանք, որ հետ չգնանք։ Այսինքն հիմա մենք կերաշխավորենք, որ թոշակառուի վիճակը առնվազն չի վատանա, ինչքան էլ տնտեսական աճ հնարավորություն կտա, թոշակները կավելացնենք։ Կդառնա շատ լավ բան։ Ու լավ է, որ մարդիկ բան են անում, էլի։ Այսինքն ընկալում կա։ Ինչ են կանում, տրամաբանության պատճառը, այս նաև կարևոր է արձանագրել, որ այս խոսակցությունը նշանակում է, որ մեր քաղաքական ասելիքը տեղ է հասնում մարդկանց։
ինքը լավ մաթեմատիկա էր անում, իր 60,000-ը ոնց է դասի հարցը։ Հայո։ 10 ավելացել է, մի հատ 10 բանով է գալիս, մի հատ էլ են 30-40 Բարև որ ձեզ։ ծախսեր, այդտեղից չի ծախսել դա։ Հաջա։ Ես բարևեցի չասեցի, ես մոմով առեցի։ Ես Շնորհակալ։ եկեղեցի էի, գնում ձեզ Հա, տեսա։ շնորհակալ եմ շատ։ Էսա մենք էլ ենք մոն վառելու ճանապարհին։ Հա, ինչ անենք։ Այն ավտոբուսը։ Կներեք ես ուղիղ եթերում մեզ հետևողներից ներողություն եմ խնդրում այս հազի համար, բայց ինչ անեմ։ Պարտաճանաչ դեղերը խմում եմ, չի անցնում։ Անկեղծ ասեմ, իր հաշվարկը իմ մտքով չէր անցել, բայց շատ ճիշտ հաշվարկ արեց։ Բացի ավելացում է 30-40 հազար ամենամիս ինքը դրա թոշակ 40 դարձել է։ Ահա, էս էլ Իջևանը։